Հարգելի հայրենակիցներ, ցավոք մենք ապրում ենք մեր պատմության ամենադաժան եւ ամենախայտառակ պահերը։ Մենք այս 5 տարիների ընթացքում ոչ միայն կորցրեցինք Արցախը, ոչ միայն դասվեցինք կապիտուլացված եւ ստորացված պետությունների շարքին, ոչ միայն կորցրեցինք Հայաստանի տարածքները, ոչ միայն մեր կապիտուլյանտ ղեկավարները փորձում են իրենց կողմից թշնամու սպասարկելու ուրեմն քայլերը ներկայացնել որպես շատ մեծ ձեռքբերում եւ խաղաղություն, մենք նաեւ ապրում ենք այն մի խայտառակ ժամանակաշրջանը, երբ ասենք Հայաստանի Հանրապետության հետ նույն ռազմաքաղաքական կամ տնտեսական խմբավորման մեջ գտնվող երկրների ղեկավարները ծաղրում են Հայաստանի Հանրապետության ղեկավարին։ Եթե մինչ այդ Հայաստանի Հանրապետության ղեկավար Նիկոլ Անհողին ծաղրում էր Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը, ով նրան անվանում էր հարբեցող ծաղրածու, ինչպես նաև ծիծաղում էր վրան եւ ասում էր Նեոլդու Փաշինյան, եթե դրանից հետո որոշ չափով ծաղրում էր նրան նաև Բելորուսի նախագահան, ապա հիմա մենք բացահայտ ծաղրուծանակի ականատես ենք լինում, երբ Հայաստանի վարչապետին Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցող ասել է նույն Բելորուսի նախագահը եւ Տաջիկստանի նախագահը բացահայտ ծաղրում են։ Ասենք Բելորուսի նախագահան հենց իր դեմ նստած Ալիևին ասում է Իլհամ Հեյդարովիչ, դուք էլ ասում եք Նիկոլ Վովայևիչը չի գալու ու ծիծաղում են բոլորով։ Իսկ Տաջիկստանի առաջնորդ Էմամոլի Ռախմոնը Ադրբեջանի բռնապետին ընդունելով իր պալատներից մեկում Դուշանբեում գտնվող ասում էր հիշում եք դու հենց այստեղ ուրեմն առաջին անգամ տեսար Նիկոլ Փաշինյանին, բացահայտ ցույց տալով որ Իլհամ Հեյդարովիչ դու բարդ կունես ինձ, որովհետև Նիկոլի նման դավաճանին ես հենց քեզ հետ ծանոթացրել եմ հենց այստեղ ու ի շնորհիվ այս ծանոթության Դուշանբեում ծանոթության դու կարողացար հասնել քո ուրեմն փառքի գագաթնակետին եւ ստորացնես եւ նսեմացնես հայ ժողովրդի Նիկոլի միջոցով։ Հետաքրքիր է, որքան պետք է ժողջանը լրի այս ստորություններին, որ Նիկոլը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ։ Այդ պողպատե մանդատը, որ ձեռքը վերցրել էր, կամ այդ անասնական մուրճը, որ փաթաթել էր Հայաստանի դրոշով եւ սպառնում էր հայաստանյան ընդդիմությանը կամ իր ընդդիմախոսներին, լավ կլինի Նիկոլի նման տուզիկը օգտագործի դրսում նաեւ, որպեսզի ոչ իրեն ծաղրեն, ոչ էլ իրեն ծաղրելու միջոցով նաեւ ստորացնեն եւ նսեմացնեն հայ ժողովրդին։ Հարգելի հայրենակիցներ, սա արդեն անտանելի է։ Ես ոչ մի ազգի չեմ թերագնահատում, ոչ բելորուսներին, ոչ ադրբեջանցիներին, ոչ թուրքերին, ոչ տաջիկներին, բայց ամեն դեպքում հələ բերեք նայենք եւ մեր պատմությանը եւ մեր ներդրումներին համաշխարհային պատմության, գրականության, արվեստի, մշակույթի, գիտության մեջ եւ նրանցը։ Ամեն դեպքում մենք ոչ մեկից պակաս որ չենք, բայց հիմա մենք դարձել ենք ծաղրուծանակի առարգա։ Նիկոլ Անհողը դարձել է կներեք արտահայտության համար, բայց կայֆի կիոսկ, ով ուզում ծաղրում է նրան, ով ցանկանում վիրավորում է նրան եւ ոչ մի պատասխան նրա կողմից։ Նա լինելով ներսում հավ, իսկ դրսում իրեն երևակայելով մրկահավ, իսկ ավելի ճիշտ է ասել ներսում լինելով արյուծ, իսկ դրսում զիբիլի վրայի կատու, հիմա կգա Հայաստան ու կրկին իր ողը կհանի հայ ժողովրդից եւ ընդդիմադիրներից, որտեղ ինքը ոչնչություն է, ինքը չի կարող կարգի հրավիրել Բելորուսի բռնապետին, Տաջիկստանի առաջնորդին, Ադրբեջանի բռնապետին, ովքեր ինչ ուզում իր հասցեին ասում են, դրանով նաև վիրավորելով մեզ բոլորիս հայերիս։